Բարեկամներս, երբ մարդը Աստծու հետ է, նա նման է Դավիթ թագավորին։ Նայեք, թե ինչ է գրված առաջին թագավորաց 11:9-ում։ Դավիթը 7 տարի թագավորեց ամբողջ Իսրայելում, Քեբրոնում, մինչդեռ Սավուղի որդին անընդհատ թուլացնում էր իր իշխանությունը։ Այնուհետև մարդիկ հռչակեցին Դավթին իրենց թագավոր, եւ Դավիթը ընդունեց լինել ամբողջ Իսրայելի օծյալ թագավորը։ Առաջին թագավորաց 11:9-ում ասվում է. «Եվ Դավիթը գնալով մեծանում էր, եւ զորաց Տերը նրա հետ էր։ Ընդունեք Աստծո կողմից ձեզ տրված առաքելությունը, եւ դու օրեցօր ավելի օրհնված կլինես»։ Ով կարող է հաղթել ձեզ։ Աղոթենք։ Հայր, չկա ավելի գեղեցիկ խոսք, քան իմանալ այն, որ դու մեզ հետ ես, ինչպես Դավթի հետ էիր։ Դու մեզ իմաստություն եւ մեծ ուժ ես տալիս։ Օ Տեր իմ, քո զավակներից քանիսն են դժվարությունների միջով անցնում այսօր։ Օրհնիր նրանց։ Սատանան գողանում է այս մարդկանց իրենց տասանորդը, Տեր։ Ես հիմա կապում եմ բոլոր չարիքներին եւ ասում. չար, հեռացիր այս կյանքից, Հիսուսի անունով, եւ Աստված օրհնի քեզ։